Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագի Նյուզ եթերում ըստեյությանն է, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Շավարժ Մարգարյանին, ով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակից է։ Բարև ձեզ Շավարժ, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Շավարժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները շուրջ 11 օր գործադուլ արեցին, պահանջում էին աշխատանքային պայմանների բարելավում եւ աշխատավարձի բարձրացում։ Ինչպես սկսվեց գործադուլը, այդ միտքը ինչու որոշեցին աշխատակիցները գործադուլ անել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Գործադուլը պատճառը ըստ ինձ, ոչ թե ըստ ինձ, հենց ոնց էլ կար, որտեվ ես հենց մեջն էի այդ գործադուլի։ Երկարատև, այսինքն մոտ 7-8 ամիս անընդհատ բանավոր խոստումներն էին, որ աշխատավարձը պետք է բարձրանա, գումարած դրան այդ ամարտկային պայմաններ աշխատանքի, ամարտկային պայմաններ, որոնք շտուանից կան։ Այսինքն երկար տարիներ այդ պայմանները տենց էլ կա ոչ բոլոր տեղամասերում, բայց տեղամասեր կան, որ ամարտկային պայմաններ են։ Միջև այլ նույնն է, Ինչի մասին է խոսքը։ Խոսքը կոնկրետ փոշու մասին է, որտեղ չկա վենտիլյացիոն համակարգ, այսինքն այդ փոքր եւ միջին ջարդման տեղամասում միջև առեսօր էլ չի աշխատում վենտիլյացիոն համակարգը, դե պատկերացեք, այդ քարերը անընդհատ տեղով գնում է, մանրացվում է ու մեծ փոշ է բարձրանում, մարդիկ այդ փոշու մեջ են աշխատում, փակ տեղ է, բաց տեղ էլ չի, ու դե չկա վենտիլյացիոն համակարգ, այսինքն այդ պայմանները վաղուց են ցետ է։ Մենակ այդ չէր, այսինքն մարդիկ սպասում են նաև աշխատավարձի բարձրացմանը։ Այսինքն օգոստոսից անցած տարվա 24 թվականից սկսել են խոստումները, որ այս աշխատավարձը բարձրանում է, ու այդպես սկսեց, այսինքն սեպտեմբերին պետք է բարձրացնեին, հետո ասին չէ, հեսա նոյեմբերին կբարձրանան, ու արդեն նոյեմբերի կողմերը մարդկանց համբերության բաժակը ասած կարելի ասել լծվել, ոչ թե ուլտիմատում, բայց արդեն ներկայացել են գործադուլի պահանջներ, այսինքն որ եթե չբարձրանա, մենք գործադուլ կանենք, վերջի անգամ խոստումը նոյեմբերից հետո տվել է, որ հունվարին բարձրանալու է, դրանից հետո մենք կազմակերպել ենք արմիությանն ենք դիմել մեր, որը ընդ գործում է, ինքը ֆիկտիվ է իհարկե, մինչև առեսօր էլ ֆիկտիվ է աշխատում, իսկ սպասարկում է ԶՊՄԿ-ի ղեկավարության շահերը, ոչ թե բանվորների, բայց մենք իրան ներկայացրել ենք գրավոր թուղթ, որ հունվարի 31-ին շուտ ենք ներկայացրել, այսինքն որ կլինի գործադուլ, եթե չլինի աշխատավարձի բարձրացում։ Հունվարի 31-ին, որ օրը եկավ արդեն ամիսը պրծավ, մենք տեսանք ոչ մի աշխատավարձի բարձրացման մասին խոսք չկա։ Բայց պատասխան չեղավ ձեր հետ։ Պատասխան ինքը վերցրեց, որ տանի ներկայացնի ու վերջ, այդքան, իրանք ասում են, որ լնելու է, իրանք չի ասում են, որ լնելու, բայց եկավ հունվարի 31 ու աշխատավարձը չբարձրացավ, դե պայմանների մասին էլ չեմ խոսում, դա մի քիչ երկար աշխատանք է, կարող է մի կես տարուց ավել տևի, որ իրանք սկսեն դա նորմալ գործելը, աշխատացնելը։ Դե հունվարի 31-ին արդեն մարդիկ դուրս եկան առավոտը, ես էլ հետները, թեկուզ ես արձակուրդի մեջ եմ, բայց ես եկա մասնակցեմ, իմ ընկերներին աջակցեմ։ Հունվարի 31-ին գնացինք ղեկավարության շենք, մի 10 հոգի բարձրացան բանակցելու գլխավոր տնօրենի հետ, այդ պարոն Խուդոլինի հետ բանակցությունները երևի տևեցին ժամ-ժամուկես, ես չէի գնացել, բայց իջան տղաները ու կանայք էլ կային։ Եվ շատ դժգոհ, որ ինքը ասեց, դա ես ոչ մի աշխատավարձի մա չի բարձրանալու, գնացեք ինչ ուզում եք արեք, այսինքն հենց ռուսերեն տենց է փոխանցեցին, останавливайте, хотите останавливайте։ Դե մարդկանց բարկությունը շատ էր, որ նման ձև են իրանց պատասխանել, եւ արդեն որոշումը կայացվեց, որ գործադուլը, որ արդեն իրանց զգուշացել ենք, պետք է սկսի մեկնարկելը։ Եվ հենց դեից սկսեց մեկնարկեց, այսինքն հունվարի 31-ին սկսեցինք, առավոտը կանգնեցվեց աշխատանքները, մարդիկ ոչ մեկի չեն խոչընդոտում աշխատելու, բայց ոչ մեկը չէր աշխատում։ Դեից սկսեց ամեն ինչ։ Դուք այդ գործադուլի ընթացքում համակարգող խորհուրդ եք ստեղծել, որի անդամ եք եղել դուք, ձեզ աշխատանքից հեռացրել են, ձեր կարծիքով պատճառը հենց ձեր ակտիվությունն էր կամ համակարգող խորհրդի մեջ ներառված լինելն էր, թե այլ պատճառ կա աշխատանքից հեռացվելու։ Երկուսը միտեղ, երևի թե համակարգող խորհուրդը փետրվարի 2-ին 3-ին ստեղծված է, կոնկրետ օրը չեմ կարող ասեմ, որովհետև մենք ակնկալում ենք ճիշտ ասած, որ եթե մի օր կանգնի, մեր պայմանները կբավարարեն, մենք չենք սպասում, որ իրանք կդիմադրեն, տենց ասեն, չէ, մենք ակնկալում ենք, որ բայց որ տեսանք արդեն իրանք կաղնած են իրանց ասածին, ոչ մի շարժ չեն ուզում մեզ ընդառաջեն, մենք էլ պատկերացինք, դե ուրեմն մենք պետք է անկայն կաղնենք, այսինքն մոտավոր մի քիչ երկար կանգնենք, որպեսզի իրանք հասկանան, որ այս ամեն ինչը լուրջ է, դե չենք պատրաստում հավերժ կանգնեցնենք, որտեղ այդ կոմբինատը մենք հասկանում ենք, որ բացի մեզնից սնվում է պետությունը, մենք ամբողջ բոլորը սնվում ենք տեից։
բայց որոշեցինք, որ պիտի մի քիչ երկար կանգնենք, որպեսզի ցույց տանք, հա, մեր այդ վճռականությունը, եւ երկրորդ օրը, երրորդ օրը արդեն ավելի շուտ, ամսի 2-ին սկսեցինք արդեն այդ ուղղությամբ մտածել, որպեսզի համակարգող խորհուրդ ստեղծվի, որ այդ շարժումը, այսինքն ինչ որ մեկը զբաղվի լրատվականների հետ, ինչ որ մեկը մարդկանց հետ խոսա, այսինքն այդ տարբեր ուղղությունները բաժանենք մեր մեջ։ Համակարգող խորհրդում երևի մի 7-8 հոգի մարդ էինք, բայց հեռացվածների, այսինքն այդ 8 հոգուց մենակ 4 էինք համակարգող խորհրդից, այսինքն մարդիկ այն համակարգող խորհրդում, որ իրանց չեն հեռացրել, ու այդ պատճառով ասում եմ երկուսը մի տեղ, հա, որովհետև ոչ բոլոր համակարգող խորհրդի մարդկանց են հեռացրել, իսկ ես բացի այդ համակարգող խորհուրդ տնելուց նաև շատ ակտիվ լուսաբանում եմ եթերներում, մարդկանց հետ եմ խոսում, այսինքն բարձրանում եմ բեմ, հա, մարդկանց ասում ենք ինչ համար ենք, ու նման գործունեություն շատ է ծավալում, այսինքն շատ ակտիվ էի, ու այդ երևի համակարգող խորհրդում ու իմ ակտիվությունս միասին պատճառ հանդիսացավ, որ ինձ հեռացնեն, որպեսզի ես ասենց կարելի ասած իրանց խանգարում եմ իրանց աշխատանքին նման ձև, որ իրանք այդ ձև են աշխատում, այ չեն էլ ուզում փոխվեն, այսինքն իրանք չեն ուզում պայմանները, իրանք իրանց խանգարող էլեմենտներն են հանում, ոչ թե իրանց սխալներն են ուղղում։ Այդ 11 օրվա ընթացքում ինչ որ բանակցություններ, որտեղ ինչ որ բարձրաստիճան պաշտոնյաներ են եկել, եթե չեմ սխալվում, ինչ եք խոսել, ինչ եք քննարկել այդ ընթացքում։ Բանակցությունները եղան 5-րդ օրը, բայց արդեն ղեկավարության հետ, կոմբինատի ղեկավարությունը երկու անգամ եղան բանակցություններ ամսի 5-ին, 6-ին, հա, հենց ճիշտ եմ հիշում երևի թե, կամ 4-ին 5-ին, կոնկրետ չեմ կարող հիշեմ, այդ երկու օրը եղան բանակցություններ իրանց հետ, մեր կողմից 4 հոգի մարդ էր գնում, հա, ինձ այդ համակարգող խորհրդի անդամներն էին գնում, ես եմ եկա, երկու անգամ գնացինք բանակցությունների, կարելի ասել կոնստրուկտիվ, հա, հասկանում ենք, իրանք հասկանում են, որ կան խնդիրներ, պետք է լուծվի, աշխատավարձը կբարձրանա, բայց հիմա գնացեք գործածեք, հա, այսինքն կոմբինատը թող աշխատի, մենք խնդիրները ընթացքում կլուծենք, մենք դրան հակադարձում ենք այն, որ գիտեք, դուք արդեն երևի 7 ամիսա խոսք եք տալիս բանավոր, մենք չտեսանք։ Հիմա առնվազն հենց, ասենց ասեմ, սիմվոլիկ ամսական վարձատրությունը բարձրացեք, որովհետև այդ աշխատավարձ բարձրացնելը հաշվապահության հետ է կապված, ինքը կարող է 2 ամիս տևի։ Հիմա այս պահին միանվագ բոլորին ամսական սիմվոլիկ, հա, 100,000 կլինի, թե 150 կլինի, բարձրացրեք, այսինքն միանվագ տվեք աշխատավարձից դուրս, մենք հենց այսօր էլ գնում ենք աշխատելու։ Այսինքն որպեսզի մենք տեսնանք, որ դուք ընդառաջում եք մեզ, իրանք այդ քայլը չարեցին, հա, իրանց համար, ես չգիտեմ, խիչ արեցին, հիմա այսինքն այդ բանը մեզ է մեղադրում, հա, որ մենք այդքան կանգնեցինք, բայց իրանք էլ մեզ չընթառաջեցին, այսինքն այդ 5-րդ օրը կարող էին հենց անել, որ կոմբինատը աշխատեր։ Իրանք մեզ չընթառաջեցին, ասում են ամեն ինչ ուլտիմատիվ պահանջներ է, բայց շատ կներեք, մի ամիս հետո իրանք սկսեցին աշխատավարձները բարձրացնել, մի ամիս չէ, ամսուկես։ Իսկան ապրիլից սկսեցին աշխատավարձները բարձրացնել, 2 ամիս տևեց։ Մենք գիտենք, որ այդ հաշվապահությունը 2 ամիս տևում է, բայց այդ եթե իրանք sense ասեն, գիտեն, որ պետք է աշխատավարձը բարձրացնեն, այսինքն իրանք այնքան են երկարացրել, պատկերացեք, էլի 4000 հոգու աշխատավարձը 8 ամիս որ չբարձրացնես, ինչ եկամուտ կմնա քեզ։ Հա, իրանք գիտեն, որ պետք է բարձրացնեն, արդեն ժամանակը եկել էր, 7 տարի չէին բարձրացնում աշխատավարձը, իրանք իմ կարծիքով միտումնավոր սպասում են այնքան, հա, որ ինչքան ուժ բարձրացնեն, այնքան իրանց օգուտը կլինի, այսինքն իրանք ավելի քիչ աշխատավարձ կտան այդ մարդկանց, դա իմ կարծիքով, ու այդ պատճառով էլ մեզ չընթառաջեցին։ Այդ երկու օրվա բանակցությունները տենց ապարդյուն էլ ավարտվեցին, ինչքան էլ ընդերիկ ու ժամ լավ խոսում ենք իրար հետ, իրանք մեզ հասկանում էին, հա, որ խնդիրները կան, բայց ոչ մի արդյունք չտվեց, մենք գնացինք շարունակեցինք գործադուլը, իսկ բանակցություններից հետո արդեն ոստիկանական զորքեր եկան, այսինքն ամսի 7-ին ոստիկանական 6 իրիկունը հասան Քաջարան, մենք արդեն տեղեկացանք, որ լիքը ոստիկաններ կային, նույնիսկ այդ ժամանակ ասենց մարդկանց վախեցնում են, որ հեսա ոստիկանները գալու են բոլորի հավաքեն, դե մենք հանգստացնում ենք, որ ոստիկանը մենք խաղ ակցիա ենք անում, ոչ մեկ ոչ բան չի անի, ու տենց էլ եղավ, հաջորդ օրը ոստիկանները ուղղակի եկան, այն որ ասում եմ, մեր հետ շարունակեցին դե կանգնելը, ոչ մի ավելորդություն չեղավ իրանց կողմից, դե մեր կողմից էլ առավել եւս, ու տենց ոստիկանների ազգանունը չեմ հիշի, բայց իրանց հրամանատարն էր, սկզբից ինքը առավոտ, այսինքն ամսի 7-ի առավոտը մեզ, այսինքն բանակցությունները մենք արդեն ավարտել ենք, այդ ղեկավարության հետ երկու օրվա բանակցությունները ավարտվել էին, ոչ ոքերը չէին հեռացել աշխատանքից, այդ ամսի 7-ի առավոտներ արդեն այդ ոստիկանության հրամանատարը մեզ ասեց, որ կառավարությունը հորդորում է անցնեք աշխատակի, բոլոր ինչ պահանջներ ունեք կատարվելու է, մենք ասեցինք շատ կներեք, ես անձամբ ասեցի,
ես միգուցե դες հավատամ, բայց բերեք այս մարդկանց հարցնենք, ես չեմ գործադուլ անում, մենակ մարդկանց այդ ամեն ինչը տեսագրված էր, էլի, ասում եմ, սիրելի մարդիկ ջան, մեզ կառավարությունը խոստանում է, որ ամեն ինչ կլինի, մարդիկ մի անգամից վանկարկում են, որ չէ, ինչ եք անում, ում եք խաբում, ու նման ձև, ոստիկանը, բայց միևնույնն է, մեզ ընդ է ասեց, որ գիտեք, կառավարությունը ձեր կողքին կանգնած է, մարդկանց ոգևորությանը չափուսահման չկար այդ պահին, որ գիտեին, վсё, մենք հաղթեցինք, այսինքն մեր պահանջները կլնեն, հա, այսինքն մարդիկ, ես էլ եի ոգևոր, եթե անկեղծ, ես նույնիսկ ուղիղ եթեր մտա այդքանը բոլորին հաղորդեցի, որ գիտեք, կառավարությունը ոստիկանության հրամանատարի միջոցով մեզ փոխանցում է, որ ինքը մեր հետ է, այսինքն գործադուլավորների հետ է, դրանից հետո մի ժամ հետո մի անգամ էլ մոտիկացավ, ասեց բերեք մի հատ էլի հորդորում է կառավարության կողմից ձեզ, որ գնաք աշխատեք, մարդիկ ասեցին, չէ, էլի մեր կողքին եք, բայց մենք չենք աշխատում։ Ինձ թվում է իրանք այդ տենց ոգևորեցին, որպեսզի հետո ասեն հա գնանք, մենք համաձայնվենք, մենք չհամաձայնվանք։ Այսինքն ոչ թե ես, այլ մարդիկ չհամաձայնվան, 2 ժամ հետո արդեն եկավ լուրը, որ մեզ աշխատանքից հեռացրել են։ Այսինքն այդ 8 հոգուց, հենց այդ օրը եղավ։ Այսինքն իմ համար պարզ էր, հա, որ իրանք փորձեցին ոգևորեն ու համոզեն, որ գնանք աշխատանքի չանցավ, արդեն անցան պատժիչ միջոցների, հա, այսինքն պատժիչ։ Մյուս կողմից սենց արդեն հետայաց նայելով ասում եմ, եթե դաժե մենք համաձայնվենք գնանք, հրամանները արդեն երևի պատրաստ էր 8 հոգուց հաստատ կհեռացնեին։ Այսինքն փորձում էին նաև ձեզ հեռացնելով մնացած աշխատակիցներին վախեցնել գուցե։ Հա, հենց տենց էլ իրանց իմ կարծիքով իրանց նպատակը է, որ 8 հոգու հեռացնում են, դե սենց ասեմ, Քաջյանի մեծ մաս աշխատում է կոմբինատում, այնտեղ որ մարդուն աշխատանքից հեռացնում են, խոճապի ամատնում, ինչ պետք է անեմ, որտեղ պետք է աշխատեմ, ու շատ կներեք, այնտեղ աշխատավարձները բավականին նորմալ է, այսինքն Հայաստանի միջին աշխատավարձին որ նայես, նորմալ աշխատավարձ է, իհարկե դա չի կարելի, իրանք այդ կոմբինատը էլ կուզեմ նշեմ, շատ գեշ բան արեց մեր հանդեպ, իրանք երկրորդ օրը իրանց կայքում ցույց են տալիս ըստ հաստիկի թե Քաջյանի կոմբինատի աշխատող ինչքան փող է ստանում, որպեսզի Հայաստանի մնացած հանրությունը սենց կարծիք ձևավորվի, որ տես ապերախտներ այդքան ստանում են, հələ դեռ բողոքում են, բայց նախ սենց ասեմ, առաջին իրանք ցույց են տվել սև աշխատավարձ, այսինքն հարկերը մեջը, այդ հարկերը հետո դուրս է գալիս, այսինքն մի 25% պետք է արդեն հանես, այդ առաջի իրանք կեղծիքն է, երկրորդն է իրանք ցույց չեն տալիս, թե ինչ պայմաններում են մարդիկ աշխատում, դուք աշխատավարձը ցույց տվեցիք, դե մի հատ պայմաններն էլ ցույց տայիք, որ մարդիկ շատ կներեք, միջև թոշակ եթե Քաջյանցին ապրում են, ինքը հերոս է, որովհետև շատ դժվար է, այդ էկոլոգիական վիճակը լավ չի ընդ է։ Իրանք նենց չեն աշխատում, որ մենք ասենք, գիտեք ինչ եվրոպական ստանդարտներով աշխատում են, գետը չեն կեղտոտում մոտ։ Չէ, իրանք լավ էլ կեղտոտում են, մենք լավ գիտենք, սուս ենք անում, հա, իսկն որպեսզի էլ եմ ասում, մենք էլ ենք օգտվում, իրանք են օգտվում, պետությունն է օգտվում, այդ այսինքն sense կոնսենսուս կար բոլորիս մեջ, որ հա լավ, հələ լավ չեն օգտագործում, բայց սուս անենք, բայց այդ պահին էլ տենց եղավ։ Հա, այդ անցա այդ որ իրանք ասում այդ աշխատավարձի պահով էլի, որ չի կարելի, այսինքն նման ձևով եթե դուք ցույց եք տալիս աշխատավարձը, հա ինչ է ասում, աշխատավարձը որ նորմալ մարդիկ ստանում են, ու դե հեռացնում են խոճապ մարդկանց մոտ։ Իրոք չգիտեմ ինչ պետք է անեն։ Ու որ մեզ հեռացրեցին, իրանք ուզեցին այդ մեսեջներ, հա, այսինքն մարդկանց, որ հեսա կամած, դեսնց լուրեր է տարածում, որ 70 հոգի են հեսա հեռացնում։ Հետո եկան որ 30, վերջում 8 հոգու հեռացրեցին, ու էտա մարդկանց մոտ որ գիտեք, հեսա սկսելու են կամած հեռացնելը մարդկանց մոտ խոճա, բայց ընդհակառակը, էդի ամսի 7-ներ, նրանց ուտում եք էլի 4 օր կանգնանք, հա։ Մարդիկ ընդհակառակ արդեն ասեցին պահանջներից մեկը այդ 8-ի վերադարձնա։ Այսինքն մարդիկ համախմբվում մեր շուրջը, իհարկե ընթացքում փոքրանում էր շարժում, դա պետք է հասկանաք, որովհետև արդեն ընդ է երկու արանք կա, հա, այսինքն մարդիկ վարկեր ունեն, հարցեր ունեն, ու Քաջյանի մեջներ կան ուշեր, որոնք, չգիտեմ ինչի, այդ գործադուլավորների հասցեին, մեր հասցեին, ինձ էին պիտակավորում մնացածին, որ իրանք ինչ որ ուղղորդված են, ու իրանք հեսա որ սոցիալական աղետը գա, մեղավոր այդ մարդիկ են ելնելու։ Դուք հեսա այս խնդրի առաջ կանեք, իրանք չէին ասում որ ու մարդկանց փորձում են արդեն դեից հանել, մի քիչ փոքրացել էր շարժումը։ Հա, այսինքն ընթացքում Պարզ է, երկար չենք կարող մնային, դե մենք էլ հասկանում ենք, որ շատ երկար չենք մնալու, մենք էլ գիտենք, որ մի օր պետք է գա կանգնենք, բայց մենք ուզում ենք, որ մեսեջը հասնի, որ մարդիկ, այնտեղ աշխատողները պետք է արժանապատիվ աշխատեն, հարգվեն, հա, իրենց աշխատանքով այդքան չարչարվում են, հույս ունեմ մենք կարացենք այդքան հասցնենք, հա, ողջ Հայաստանով մեկ էլ ինձ թվում է հասկացան, որ մարդիկ պետք է այնտեղ գնահատվեն, դրանից հետո հիմա երևի հենց 3 անցած օրը Քաջյանի տղաներից մեկը մոտիկացել է, ասում է հիմա եթե մենք ասում ենք ղեկավարության ինչ որ խնդիր կա, արագ են արձագանքում։
Իսկն իրանք արդեն արդյունք կա, տարբեր, բացի նրանից, որ աշխատավարձը բարձրացել է, դա իրենց արդյունքներից մեկն էր, հա։ Նաև հիմիկվա այդ արձագանքները, որ իրանք ինչ-որ խնդիրներ են սկսում են արձագանքել, դա էլ է հենց դրա արդյունքն է, որ մենք կարողացանք իրանք ցույց տալ, որ մարդիկ անդե եթե ինչ-որ խնդիր են, պետքա լուծել, ոչ թե աշկիտակով փակել, այնքան փակեցինք ու տակվեց դարավես։ Զանգեզուրի պոնզամոլիբդենային կոմբինատը համարվում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը։ Ձեր կարծիքով, եթե պիտի այսպես աշխատավարձը ի վերջո բարձրանար, ինչու են 11 օր շարունակ չէին ընդառաջում աշխատակիցների պահանջին ու կանգնեցրել էին կոմբինատի աշխատանքը։ Այդ հարցը ինձ էլ է շատ տանջում, ինչի ես միակ պատասխան ունեմ ոչ կոմպետենտ ղեկավարներն իրանք, այսինքն այդ ղեկավարությունը ես վստահ այդ կարծիքա շատ եմ ասում, ես հույս ունեմ, որ իրանք մոտ ժամանակներս պետք է փոխվեն, այսինքն այդ ղեկավարության պատճառով այս ամեն ինչ եղել, իրանք այդ դրանից հետո հարցազրույցները ՏՎ-հարը, չգիտեմ խոսացել են, իրանք մի անգամ չընդունել են, որ կար ինչ-որ թերություն միջին օղակների մեջ, մեզ չէին հասցնում խնդիրները, բայց շատ կներեք իրանք ուզում են միջին օղակին մեղադրեն, բայց այդ միջին օղակին իրանք են ընդ դնում։ Այդ միջին օղակը, որ իրանց չի հասցնում, դա իրանք են ընդ աշխատանքի տեղավորել։ Ու դա դառնում է իրանց մեղավորությունը։ Իրանք անպայման ուզում են ինչ-որ մեկին մեղադրեն, որ դա իրանց մեղավորություն չէ, բայց իմ համար դա իրանց մեղավորությունն է, իրանց ոչ կոմպետենտ լինելն է։ Այսինքն եթե իրանք էլ եմ ասում, պետք է բարձրացնեին, կարան իրանք հենց այն 5-րդ օրը, որ մենք իրանց հետ խոսում էինք, այդ վախտվանից այդ սիմվոլիկ գումարը հիմա միգուցե ավելի շատ է բարձրացել։ Մենք էլ եմ ասում, սիմվոլիկ գումար ենք ասում, եթե սկզբից ասում ենք 100,000, այդ առաջի օրը, երկրորդ օրն է գնացիք բնակության, ասեցինք խնդրում եմ 100 չէ 50 սիմվոլիկ, որպեսզի մարդիկ տեսնան, որ դուք ընդառաջեցիք, բայց իրանց համար դա անընդունել էր։ Հիմա 50-ից չէ 100-ից ավել է բարձրացել մարդկանցը։ Ուզում ասում իրանք իտակ բարձրացրեցին, բայց կարան այդ ժամանակ անեն։ Ձգձգելու մեղադրում են հիմա էլի եմ ասում մեզ, այսինքն դատի են տվել, չէ՞, մեզ հեսա, չգիտեմ, կհասնենք դրան, մեզ դատի են տվել, 5 միլիարդ են պահանջում, բայց եթե քննությունը գնա, եթե թող գնա քննությունը, պարզվի, որ իրանց մեղավորությունն է, ոչ թե մարդը, որ իր դժգոհությունը հայտնում է, այսինքն անմարդկային պայմաններում։ Հիմա ինքը մեղավոր է, որ այդ պայմաններ սարքողնել եք դուք, այդքան ձգձգողնել եք դուք։ Արդեն խոսեցինք, հա, հայցի մասին, դուք դատարան եք դիմել ձեզ ապօրինի աշխատանքից հեռացնելու համար, սակայն կոմբինատներ ձեր դեմ հայց է ներկայացնել, պահանջելով այնքան գումար, որքան որ գործադուլի ժամանակ վնաս է կրել կոմբինատը։ Նախ կմանրամասնեք ինչ գումարի մասին է խոսքը եւ ինչ process-ում է հիմա այդ դատական գործընթացը։ Մենք ճիշտն ասած 2 ամիս ժամանակ ունենք, իրանց հրամանը մեզ հեռացնելու փետրվարի 7-ն է, մենք 2 ամիս ժամանակ ունենք, մենք ապրիլի սկզբին տվեցինք, այսինքն մենք կարանք շուտ հայց տանք, բայց մեր պաշտպանը նախապատրաստում էր թղթերը, որը ճիշտ մոտիկանանք դատարան, հա, իսկ ամեն ինչը պատրաստված, այսինքն ապրիլի սկզբին մենք հայց ներկայացրեցինք ապօրինի ազատման, իրանք մեզ մայիսի 5-ին, մենք հետո դատ Ալեքսով նայել ենք, մայիսի 5-ին իրանք հակառակ հայց են ներկայացրել մեր դեմ, որ պահանջում են մեզնից այդ 4 միլիարդ 758 միլիոն դրամ վնասն է, որը կրել է կոմբինատը այդ ընթացքում, այդ 11 օրվա ընթացքում, ամսի 5-ի հայցը չի ընդունվել դատարանի կողմից։ Եվ իրանք նորից ամսի, չգիտեմ ինչ են փոփոխել, ես ճիշտ ասած չեմ կարող ասեմ, բայց ամսի 20-ի հայցն է ընդունվել, բայց էլի նույն հայցն է, այսինքն էությունը նույնն է, 4 միլիարդ 758 միլիոն պահանջում են մեզնից։ Ումից պահանջում են մեզնից 8 հեռացված աշխատակիցներից, հա։ Ընդհանուրից 4 միլիոն։ Այո, հա, այսինքն գալիս է մոտ մի 600 միլիոն ամենից պահանջում են, այնց աբսուրդ թվեր է, որ ես իմ ողջ կյանքում նման գումար օրինակ չեմ աշխատել։ Կոմբինատում 6 տարի աշխատել եմ, ամբողջ աշխատածս կարող է 50-ից 60 միլիոն լինի, այդ հələ 6 տարի եմ ասում։ Բայց այդ մանրամասները դատական process-ից, մեր process-ից չեմ ուզում ասեմ, հələ գնում է, այսինքն այդ որը մենք ենք տվել, մի երկու նիստ արդեն անցել է, իսկ իրանց ներկայացած հայցով մենք հələ բացի ծանոթությունից, որ մեր գույքի վրա կալանքա դրված, մենք ուրիշ թղթեր չենք հələ ստացել, որ բողոքարիկ ենք տա, որովհետև մենք հենց այդ թղթերը ստանանք, մենք գնալու ենք բողոքարկելու, որովհետև ես չէ, հա, ես իմ այս պայն առուվաճառքի չունեմ գույքից, բայց մեր այդ ընկերներից մեկը տուն ուզում էր վաճառել արդեն, թղթերը պատրաստել էր, հիմա կալանքի տակա խնդրի առաջ է կանգնել, այսինքն մեր համար արդեն խնդիրներ են ստեղծում։ Այդ գործողությունը որ իրանք արել են, արդեն հա խնդիրներ ստեղծել, հա, բայց իմ կարծիքով իրանք ոչ թե խնդիրների համար են այդ արել, այլ որպեսզի էլի խուճապ
վախ, որպեսզի էլի մնացածը տեսնան, որ այդ 8 հոգին պատժվելու են ամենայն խստությամբ, հա, այսինքն այդ 8 հոգին նմանատիպ փորձ ոչ մեկ, հա, այո, որովհետև էլ եմ ասում, այն ինչ ես պահանջում էի, գործադուլ ժամանակ ամենաշատ ես այդ էի շեշտում, ոչ թե գումարը, այլ պայմանները պետք է փոխվի, որովհետև ես իմ կարծիքով նախ իմ պահով ես ասեմ ասեմ, ես աշխատում էի այդ փոշուց հեռու, ես օժանդակ ցեխում էի աշխատում, այսինքն ես կապ չունեի արտադրության հետ, դա իմ համար հարմար էր, բայց ես այդ իմ ընկերներից ցավը այսինքն աջակցելու համար իհարկե, հա, իհարկե, իմ ընկերներից աջակցելու համար եմ ես ընդ մասնակցել, որովհետև անկեղծ եմ ասում, իմ համար մեծ ցավ էր, որ մեր քաջանցիները երկար չեն ապրում, անկեղծ եմ ասում, որ նամանավանդ այդ տեղում փոքր այդ միջին արտադրամասը, որ ես ասում եմ, հա, քարի ջարդման արտադրամասը, ահա որ տեղ է, ես դրան կոնցլագեր եմ ասում, նույն վարչապետը եկավ այդ նույն բառապաշարը, ասեցի, որ կոնսուլագեր եկեք գնացեք, որովհետև իրանք որ գալիս են կառավարություն, իրանք ստանում են ամերիկյան կոչված արտադրամասը, տեղամասը, որը շատ տենց կոկիկոտ է, ոչինչ էլ, այսինքն վենտիլյացիան կա, ամեն ինչ լավ է, ասում խի՞ չէ գրում կոնսուլագեր, գնացեք այդ փոքր եւ միջին գրանցեց իր մոտ, հա, ասեց իր այդ օկնականը, որ այդ հարցով զբաղվի, անցավ երևի արդեն էս այ մի ամիս էլ այդ հանդիպումից անցավ, բայց ես ընդ անդադ ճշտում եմ, ինչ կա փոփոխություն, սկսել են այդ վենտիլյացիան, արդեն համակարգը ոչ մի բան հələ չկա, ոչ մի բան չեն անում։ Նշեցիք, որ ձեզ հեռացրել են, որտեղ համակարգող խորհրդի անդամ եք, ակտիվություն եք ցուցաբերում, նշեցիք նաև, որ 8 հոգուց միայն 4-ն է համակարգող խորհրդի անդամ։ Այդ դեպքում մնացածին 4-ին ինչու են հեռացրել, եթե ոչ համակարգող խորհրդի։ Մնացած 4-ին այդ բոլոր տղաներն էլ կային, հա, այսինքն գործադուլին մասնակից էին, որ ասեմ նման ակտիվություն ցուցադրում էին, սուտ կլինի, չէ, չկար։ Հա, էլի ակտիվ էին, բայց իրանք ամեն մեկը իր չափով, այսինքն, չգիտեմ ով ինչ էր անում, բայց որ ասում հելնում են բեմ, ուղիղ եթերներ, չէ, չկար տենց բան իրանք կողմից։ Իմ կարծիքով դե անձնական ինչ-որ վրեժխնդրություն կար։ Այսինքն ինչ որ մեկը իրանք հանդեպ ուներ խնդիր, որ իրանք ղեկավար անձանցից, միգուցե մեր մոտից քաջանից մարդիկ կարողան են, որ ղեկավարներ մտերիմ են իրանք անունն նշել։ Ես կոնկրետ չեմ կարող ասեմ հիմա, հա, այսինքն անուն ոչ ուզում եմ տամ, որովհետև ես հստակ չգիտեմ։ Իմանայի հստակ ասեի, հա, այդպես առանց կաշկանդվելու։ Այդ իմ կարծիքն է, որովհետև բռնես շատ կներեք, մենք շատ հետաքրքիր այդ չպատմեցի այդ գործադուլի 3-րդ օրը, որ մեզ արդեն ասում են անօրինական է գործադուլը, անօրինական նման բաներ էին ասում, ասացիք ինքն էլ ղեկավարը հայտարարություն էր արել, որ 70 հոգի բան սաբոտաժ բառն օգտագոր, սաբոտաժ են արել, ասացինք լավ 70 հոգի արել են, հենց այդ իր ասած հաջորդ օրը ես կազմակերպեցի այդ գործադուլի վայրում եւ Քաջանի կենտրոնում դրել ենք 2 հատ ընտրական արկղ, հա, տուփիկ ենք դրել, 24 ժամ նկարել ենք այդ տուփերը անընդհատ, որպեսզի հետո խնդիր չլինի, հա, տեսագրությունները կա, եւ օր ու կեսվա ընթացքում 2448 հոգի, ոչ թե բնակիչ Քաջանի, այլ կոմբինատի աշխատող եկել է ստորագրել, որ ինքը աջակցում է գործադուլին ու գցե տուփի մեջ։ Մենք դա տալել ենք ներկայացել արմիությունը, կա արձանագրություն։ Իրանք թեկուզ չընդունեցին, հա, ասեցին մեկա չի անցնելու, բայց արձանագրությունը գրանցվել է, որ այսքան մարդ աջակցել է գործադուլի։ Հա, բոլորը չէին գնացել դե մասնականգն է։ Այդ կանանց տեղը չէ շատ կներեք, ընդ կանայք այդ գիծներված ծրտին։ Տղամարդիկ էին գնացել կանգնել, մենք էին կանգնել, կարող եմ 300-400 հոգի էին ամենաակտիվ, ընդ ամեն հերթափոխներ կարելի ասած հերթափոխով։ Որովհետև օր ու գիշեր կանգնել, պատկացեք այդ ծրտին, Քաջանը չգիտեմ եղել եք, ահա որ նենց տակ չի ցուրտ է։ Ուզում ասեմ նայեք, այդքան մարդ մասնակցել է, խեն ընտրել 4 հոգում, իրոքից հանելուկ է, մեր Քաջանի համար էլ, հա, հասարակության համար հանելուկ է, բախի 4 հոգու։ Լավ Շավարշին հասկացանք, ակտիվ ու գոռում էր, խոսում էր, Վահեին հասկացանք, համակարգող Վահեն լրատվականների հետ էր անդադ խոսում, շփվում։ Կարենը դե, չգիտեմ, համակարգող խորհրդից էր, մյուս Կարենն էլ էր այդ խորհրդից, բայց այն տղաները ոչ խորհրդում էին, ոչ էլ էսի ինչ ակտիվություն։ Հանելուկ էր, իմ կարծիքով անձնական վրեժխնդրություն, ուրիշ ոչ մի բան, պրոստը չգիտեմ ում կողմից։ Շավարշյան, քանի որ կոմբինատի մեջ մասնաբաժին ունի, այսպես ասած, նաև կառավարությունը, չի ստացվում, որ ձեր դեմ հայցադիմում է ներկայացրել հենց Նիկոլ Փաշինյանն է ձեզ հեռացրել աշխատանքից եւ հենց նա է պահանջում այդ գումարը։ Կարելի ասել մասնակի տենց է ստացվում, բայց փաստ կառավարության կողմից սենց են ասում։ Մենք մասնավոր հիմնարկ չենք կարա
ազդենք իրանց վրա։ Բայց կառավարմանը մասնակցում են վստահաբար։ Իրանք իմ կարծիքով կառավարմանը չեն մասնակցում, իրանք խորհրդում ինչ-որ ունեն անդամ, հա, այսինքն այդ սեփականատերերի խորհրդում ունեն անդամ։ Ես վստահ եմ, որ իրանք կարան ազդեն։ Այդ հարցը դրանում չի։ Ես չեմ էլ կասկածում, բայց ինչի համար ենք, օրինակ ես գործադուլ ժամանակ ոչ թե պահանջեր, բայց ես շատ էի ուզում, որ այնքան հանրային ճնշումը լինի, հա, որպեսզի հենց ինքը վարչապետը գա հասնի դեր, որովհետև ուրիշ ոչ մեկ այդ հարցը չէր լուծի։ Մեր սրտով, որովհետև ղեկավարությունը 2 ոտո դրել է մի կոշիկի մեջ, չէ, մենք չենք ընթառաջում, մենք ասում ենք դե կառավարությունը ունի ստե փայ, թող գա ինքը լուծի, որովհետև եթե շատ կներեք, եթե ես հասկանում եմ, որ մենք վնաս ենք տալիս պետությանը, խի դուք մնացածը չեք հասկանում, մենք հասկացանք այնքան, որ 11-րդ օրը գնացինք աշխատեցինք, մենք կարայինք էլի կանգնենք, որովհետև էլ եմ ասում, ինձ աշխատանքից հեռացրել էին, հա, մարդիկ ընդ կանգնած են ասում են, չէ, մենք չենք գնա, որովհետև քեզ պետք է վերականգնեն, մնացածին պետք է վերականգնեն, ես ասացի, չէ, պետք չի, մենք զոհաբերում ենք մեր այս աշխատանքը, այս պահը, հա, գնանք այնքան աշխատանքի, որովհետև մենք հասկանում ենք, որ երկար չի կարելի պայել վնասել Հայաստանին։ Մենք այդքանը լավ հասկանում ենք, մենք ունենք սկզբունք չվնասելու, հա, այսինքն հետո մեզ չմեղադրեն, բայց 11 օրը խի վնասեցիք, մենք այդ 11 օրը ոչ թե վնասելու համար ենք արել, մենք ուզում ենք մեր ձենը հանենք, այդ որ մենք պետք է արժանապատիվ աշխատենք։ Բայց դրանից մենք չենք պատրաստում ամիսներով մնալ այնտեղ։ Մենք ուզում ենք այդ մեր ձենը հասցնենք տեղ, որ այստեղ խնդիրներ կան եւ այդ խնդիրները վաղուց չեն լուծվում։ Եվ ինչ եմ ուզում ասեմ, այդ կառավարությունը կարար խնդիրը լուծել։ Մենք օրինակ ունենք հանրությունը Հայաստանում միգուցե չգիտի քաջանում լավ տեղյակ են 21 թվականին ընտրություններից հետո Քաջան քաղաքում հուլիս ամսին 38 հոգի միանգամից աշխատանքից հեռանում են։ Հիմա միգուցե հետո ինձ ասեն, գիտես, իրանք իրանց կամքով են գրել։ Միգուցե իրանց կամքով են գրել, բայց դա ուղիղ ցուցում էր կառավարության կողմից։ Մենք Քաջանում բոլորս գիտենք, որ դա կառավարության կողմից ցուցում էր այն ժամանակվա ղեկավարություն, որտեղ 21 թվականի հոկտեմբերին փոխվեց ղեկավարությունը, մասնաբաժին կառավարությունը վերցրեց, բայց միջև այդ ամեն ինչ լինելը հուլիսին կառավարությունը կարողացավ, չէ՞, այսինքն ցուցում տա։ Այսինքն եթե ցանկանար այս խնդիրներ լուծում կտար։ Իհարկե, եթե ցանկանար կարար։ Մենք վստահ ենք, ես հենց նենց չի 2 անգամ հասել եմ իր միջոցառումներին, հա, այդպես կոչված տարբեր միջոցառումները կազմակերպում գիտեք, 2 անգամ էլ նպատակս միայն այն էր, որ իրեն առերես ասեն, որ կան խնդիրներ, տեսչական մարմինները չեն աշխատում, աշխատանքի տեսչությունը ուր ախի չի գալիս, այդքան կաղնել էինք ընդ բողոքել ենք, թող տեսչական մարմինը գա արձանագրի խնդիրները, որ մենք իմանանք աշխատում է, տեսչական մարմին կա, խնդիրները կա, մենք հույսներից չենք բողոքում այդքանը, մենակ աշխատավարձը չէր ընդ տեսչական մարմինը եթե չի արձանագրում, ուրեմն կոռուպցիա է, այսինքն իրանք փող են վերցնում ընդ տեսչական մարմինը փող վերցնում, իսկ եթե արձանագրում է, խնդրում եմ ասեք ինչ խնդիրն է երբ հալուցվելու, ով է դրա հետևելու։ 2 անգամ հասա, 2 անգամ ասեցի, 2 անգամ գրանցեց ու վերջ այդքանը։ Ոչ մի արդյունք, իհարկե ոչ մի արդյունք։ Շավարժ ջան, եւ այսպես ամփոփելով զրույցը, ինչ եք դուք պատրաստվում հետագայում անել, որոնք են լինելու ձեր քայլերը։ Այս պահին դե մեր վերականգնումը դատական process-ով է, հա, գնում։ Այսինքն բոլոր 8-ի։ Հա, բոլոր 8-ին էլ, հա, մեր պաշտպանն է, Հրայր Խաչատրյանը շատ լավ աշխատում է, ինքն այդ ամեն ինչ անում, բայց մենք դրանով չենք սահմանափակվելու, որովհետև ես ելի եմ ասում, խնդիրները չեն լուծվել։ Այն ինչի համար ես էի գոռում, այսինքն պայմանները չեն լուծվել։ Այսինքն աշխատավարձը բարձրացել եմ, բայց այն պայմանները ես պատրաստվում եմ շարունակեմ այդ ճնշումը, այսինքն փորձեմ ներգրավեմ արդեն արտասահմանյան, հա, այսինքն կազմակերպություն, արմիություններ կան, չգիտեմ, իրավապաշտպան կազմակերպություններ արդեն, որովհետև ստե ես արդեն հասել եմ գագաթնակետին։ Այն մարդը, որ պետք է լուծեր, ինքը անտեսում է։ Բայց ես դրանով էլ եմ ասում, ես ցույց եմ տալիս հասարակությանը, որ ես գոնե հասել եմ ընդ, ինքը անտեսում է, ինքը տեսավ խնդիրները, բայց անտեսում է։ Քանի համար փաստ է, ես արդեն կփորձեմ ավելի այլ տեղեր, այսինքն միջազգային կառույցներ, հա, հասնեմ միջև, չգիտեմ, աշխատանքի միջազգային կազմակերպություն, որտեղ պետք է, ես հասնեմ, դե տեսչական մարմիններին արդեն հեսա նամակներ պատրաստում, ես ինքս արդեն գրեմ, մենք ՀԿ ենք հիմնել այդ ամեն, որ մեզ աշխատանքից հեռացրեցին, մենք մեր տղաները, կոմբինատի աշխատողները, ով որ ընդ գնաց գործի աշխատավարձներն բարձրացան, այդ մարդիկ ուզեցին մեզ աջակցեն ֆինանսապես։ Ֆիզիկական անձի մի քիչ դժվար էր կազմակերպել, մենք ՀԿ բացեցինք այդ դրա համար նախ առաջինը, որ այդ դրամահավաք կազմակերպենք, բայց հետագայում արդեն ես հասկանում եմ, որ այդ ՀԿ-ն պետքա նաև սկսի ապաշտպան գործունեություն, հա, ես դրանով զբաղվում եմ արդեն, եւ հեսա տեսչական մարմիններն եմ սկսում նամակներ գրելը, բողոքները, հետը կցելով տեսագրություններ այդ տեղամասերից, որպեսզի որ չարձագանքեն հետագայում արդեն
դատախազություն, աշխատանքի նախարարություն եւ դրանից հետո արդեն դիմեմ եւի ԱՄԿ-ին, հա, արդեն որ բոլորը անտեսում են, այսինքն մարդու իրավունքները ընդ ոտնահարվում է, ոչ մեկ դեն չի անում, եւ ես արդեն ամբողջովին իրավունք ունեմ դիմեմ ավելի վերև։ Եվ ձեր խոսքում նշեցիք, որ Քաջարանում մարդիկ շուտ են մահանում, այսինքն փոշու հետևանքով ինչ որ առողջական խնդիրներ առաջանում։ Ես ասենց չեմ ուզում, հա, ես հենց նենց ասեմ, որովհետեւ վիճակագրություն չունեմ։ Այսինքն կլինի Բայց գիտեք նմանատիպ դեպքեր։ Իհարկե, ես իմ ընտանիքից, իմ ընկերների ընտանիքից մարդիկ մինչև թոշակ չեն ապրում։ Չեմ ասում բոլորը հա ցենց մահանում են, բայց մենք հույս տեսնում ենք, այն ինչքան վաղ են մեռնում, ինչքան շուտ, ինչքան խնդիրներ ունեն առողջական մարդիկ։ Մեր հիվանդանոցը էլի չեմ ուզում իրանց շատ փիս նկարագրեմ, բայց ելի եմ ասում, մեր հիվանդանոցը մարդիկ չեն կարող են բուժօգնությունը ստանան, որը պետք է ստանան, այսինքն նման արդյունանող ամեն ինչ, ասենց կանայք, դուք շեշտեցիք առաջի հարկատունա, այսինքն մենք մեծ ներդրում ունենք այս տնտեսության մեջ, հա, մենք ենք աշխատում, ելի եմ ասում, ղեկավարները չեն դե չարչարում, աշխատում են հասարակ մարդիկ, մենք նման ներդրում ունենք այդ տնտեսության մեջ, ամբողջ Հայաստանի, թող մեր բժշկական այդ ծառայությունները հենց Քաջանում, ինչի, բայց մեծ մասը արդեն դա փաստ ասեմ դες, մի 70%-ը գալու հասնի Երևան իր խնդիրները լուծելու, ու անընդհատ արդեն մի 40 տարեկանից հետո համարյա բոլորը տարբեր խնդիրներ ունեն։ Ու ել եմ ասում, եթե մարդը միջև թոշակ ապրում է Քաջանում, իմ համար հերոս է։ Մարդը արդեն ուրեմն ինքը լավ, հենց առողջ է։ Տորկանգեղն է, էլի, այսինքն դες առողջությունն է, մարդ միջև թոշակ եթե ապրում անդե աշխատելով, մալադեց այդ մարդը։ Իմյուրներ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակից Շավարժ Մարգարյանը, կհանդիպենք։